Ներքին գործերի նախարարության կազմակերպած հունիս 1-յան տոնական միջոցառումը բացի ավանդական զվարճանքի ձևերից առանձնանում էր նաև գիտելիքահեն խաղերով։ Միջոցառման շրջանակում ներկայացվեց նաև ներքին գործերի նախարարության միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի World Vision Հայաստանի եւ այլ կերպ ընկերության համագործակցությամբ ստեղծված թեմատիկ փրկարար ջոկատ սեղանի զարգացնող խաղը։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը չէր կարող բաց թողնել հնարավորությունը երեխաների պաշտպանության օրն ընդգծելու այն հիանալի համագործակցությունը, որն ունենք ներքին գործերի նախարարության հետ։ Մենք ուրախ ենք այստեղ գտնվելու եւ այս յուրահատուկ նախաձեռնությունը ներկայացնելու համար։ Սա երեխաների համար նախատեսված խաղ է, որի նպատակը պատրաստված լինելու գաղափարին ծանոթացնելն է, քանի որ պատրաստվածությունը նաեւ մտածելակերպ է։ Ուստի շատ կարեւոր է երեխաներին կրթել պատրաստվածության ոգով։ Սա ապագայում կարող է փրկել նրանց կյանքը։ Խաղի միջոցով երեխաները կարող են զարգացնել թիմային աշխատանքի հմտությունները եւ ձևավորել պատասխանատու վարքագիծ, հասկանալ, որ յուրաքանչյուր քայլ կարող է վճռորոշ լինել ոչ միայն իրենց, այլև շրջապատի անվտանգության համար։ Խաղ ունի մի շարք առանձնահատկություններ, առաջինը կցանկանամ նշել, որ հստակ տարանջատում ենք իրականացրել տարիքային։ Խաղը նախատեսված է 4-ից 7 տարեկան եւ 8-ից 14 տարեկան երեխաների համար, այնպես են մշակվել քարտերը, որպեսզի երեխաների համար լինեն հասկանալի։ Յուրաքանչյուր քարտում մենք ներառել ենք իրատեսական իրավիճակներ, որտեղ երեխան փորձելու է կողմնորոշվել, ճիշտ գործողություններ ընտրել, նաև այնտեղ ներառված են հիշեցնող տեղեկատվություններ, որը երեխաների մոտ ձևավորում է ոչ միայն գիտելիք, հմտություն, նաև վարքագիծ։ Սա հաղորդակցության տեսանկյունից իրոք մեզ համար ձեռքբերում է, որովհետև կա տեղեկատվություն, որը դժվար է երբեմն մատուցել այնպես երեխաներին, որպեսզի դա լինի ընկալելի, դա լինի հիշվող եւ երբ անհրաժեշտ է դա լինի նաև կիրառելի։ Մենք փորձել ենք այդ ամբողջ պարտադիր պահանջները, որ ունեինք, ներառել խաղի մեջ։ Քարտերի հիմքում իրականությանը մոտ իրավիճակներ են կապված հրդեհների, երկրաշարժերի, ջրհեղեղների, կայծակի եւ այլ վտանգավոր երևույթների հետ։ Փրկարար ջոկատում բարդ իրավիճակները ներկայացված են պարզ, հասկանալի եւ տարիքին համապատասխան, ինչը նպաստում է նյութի հեշտ յուրացմանն ու երկարաժամկետ հիշողության ձևավորմանը։ Խաղն արդեն հասանելի է այն դպրոցներում, որոնք ընդգրկված են World Vision Հայաստանի ծրագրերում, ինչպես նաև որոշ մանկապարտեզներում։ Բոլոր գործընկերները ամբողջ ջանքերը չեն խնայել, որպեսզի ստեղծեն այնպիսի խաղ, որ ոչ միայն ուսուցողական կլինի, այլ նաև կգրավի երեխաներին եւ կարևոր գիտելիքներ կհասցնենք երեխաներին։ Ներքին գործերի նախարարությունը կարևորում է երեխաներին վաղ տարիքից համապատասխան գիտելիքներով զինելը, ինչպես նաև պատասխանատու մտածողության եւ ճիշտ վարքագծի զարգացումը։ Այդ համատեքստում փրկարար ջոկատ խաղը ծառայում է որպես արդյունավետ կրթական գործիք, նպաստելով երեխաների իրազեկվածության բարձրացմանն ու վաղ տարիքից անվտանգային մշակույթի ձևավորմանը։